Քաղցկեղի մասին խոսելիս շատերը պատկերացնում են ուժեղ ցավ, ծանր ինքնազգացողություն կամ ակնհայտ ախտանիշներ, սակայն իրականությունն այն է, որ շատ դեպքերում, հատկապես վաղ փուլերում, քաղցկեղը կարող է զարգանալ գրեթե աննկատ։ Օրգանիզմը երբեմն ուղարկում է փոքր ազդանշաններ, որոնք մարդիկ հեշտությամբ վերագրում են հոգնածությանը, ստրեսին, տարիքին կամ պարզապես ժամանակավոր անհարմարություններին։ Նախքան սկսելը կարևոր է մեկ բան հստակ հասկանալ. այս տեսանյութում նշված ախտանիշները ինքնին չեն նշանակում, որ մարդը քաղցկեղ ունի։ Դրանք կարող են ունենալ բազմաթիվ այլ, շատ ավելի տարածված և անվնաս պատճառներ։ Սակայն, եթե նման փոփոխությունները պահպանվում են շաբաթներ շարունակ, կրկնվում են կամ աստիճանաբար ուժեղանում են, ճիշտ քայլը դրանք անտեսելը չէ, այլ բժշկի դիմելը և անհրաժեշտ հետազոտություններ անցնելը։ Շատ հիվանդությունների դեպքում ոչ միայն քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծ նշանակություն ունի։ Առաջին հնարավոր նախազգուշացնող նշանը անբացատրելի քաշի կորուստ։ Եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն նիհարել եք, առանց հատուկ սննդակարգի, առանց ավելի շատ մարզվելու կամ ձեր ապրելակերպը փոխելու, դա կարող է լինել օրգանիզմի կարևոր ազդանշան։ Շատ մարդիկ սկզբում նույնիսկ ուրախանում են, մտածելով, թե ինքն իրեն նիհարեցի, բայց երբ քաշի կորուստը շարունակվում է և դրա պատճառը պարզ չէ, արդեն արժե ուշադրություն դարձնել։ Իհարկե, նման փոփոխությունը կարող է կապված լինել բազմաթիվ այլ խնդիրների հետ՝ վահանաձև գեղձի գերակտիվ աշխատանք, մարսողական համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուժեղ ստրես կամ նույնիսկ որոշ դեղամիջոցներ։ Սակայն, եթե քաշի կորուստը ակնհայտ է և բացատրություն չունի, բժշկական գնահատումը չպետք է հետաձգել։ Երկրորդ հնարավոր նշանը երկարատև և արտահայտված հոգնածությունը։ Յուրաքանչյուր մարդ երբեմն հոգնում է։ Ծանր աշխատանքը, անքնությունը կամ լարված առօրյան բնականաբար կարող են ուժասպառ անել, բայց եթե նույնիսկ լիարժեք քնելուց և հանգստանալուց հետո շարունակում եք զգալ ուժեղ թուլություն, էներգիայի պակաս, իսկ այդ վիճակը պահպանվում է շաբաթներ շարունակ, դա արդեն սովորական հոգնածություն անվանել չի կարելի։ Այսպիսի ախտանիշը նույնպես հատուկ չէ միայն քաղցկեղին։ Այն կարող է առաջանալ սակավարյունության, վիտամին B12-ի կամ երկաթի պակասի, վահանաձև գեղձի խնդիրների, դեպրեսիայի կամ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում։ Սակայն, եթե հոգնածությունը անսովոր է, նոր է առաջացել և չի անցնում, այն անտեսելը ճիշտ չէ։ Երրորդ հնարավոր նշանը երկարատև հազը կամ ձայնի փոփոխությունը։ Եթե մրսածությունը արդեն անցել է, բայց հազը շարունակում է պահպանվել 3 շաբաթից ավելի, կամ ձեր ձայնը երկար ժամանակ խրպոտ է առանց ակնհայտ պատճառի, արժե խորհրդակցել բժշկի հետ։ Իհարկե, շատ հաճախ նման ախտանիշների պատճառը լինում են ալերգիան, բրոնխիտը, ասթման, ստամոքսի թթվի հետ հոսքը կամ նույնիսկ ձայնալարերի գերծանրաբեռնվածությունը։ Սակայն, եթե հազը չի անցնում, ուժեղանում է կամ ուղեկցվում է արյունային արտադրությամբ, կրծքավանդակի ցավով կամ շնչառության դժվարացմամբ, բժշկի դիմելը պետք է լինի առաջնահերթ։ Չորրորդ հնարավոր նշանը մաշկի կամ խալերի փոփոխություններ է։ Մարդկանց մեծամասնությունը ունի խալեր, և դրանց մեծ մասը ամբողջ կյանքի ընթացքում որևէ խնդիր չի առաջացնում։ Սակայն, եթե խալը սկսում է արագ մեծանալ, փոխում է գույնը, ձևը, եզրերը դառնում են անհարթ, սկսում է քոր գալ կամ արյունահոսել, դա արդեն փոփոխություն է, որը պետք է գնահատի մասնագետը։ Շատ դեպքերում նման փոփոխությունները քաղցկեղ չեն լինում, բայց հենց այդպիսի դեպքերում ժամանակին հետազոտվելը կարող է շատ կարևոր լինել։ Մաշկային որոշ հիվանդություններ, այդ թվում նաև մելանոման, վաղ հայտնաբերման դեպքում շատ ավելի հաջող են բուժվում, քան ուշ փուլերում։ Հինգերորդ հնարավոր նախազգուշացնող նշանը աղիների կամ միզարձակման սովորությունների երկարատև փոփոխությունը։
Մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմը տարբեր է, եւ ժամանակ առ ժամանակ մարսողական համակարգի աշխատանքը կարող է փոխվել։ Սակայն, եթե առանց ակնհայտ պատճառի շաբաթներ շարունակ պահպանվում են փորկապությունը, լուծը, կղանքի ձևի փոփոխությունը, հաճախակի միզարձակումը կամ մեզում եւ կղանքում արյան առկայությունը, դա արդեն անտեսել չի կարելի։ Իհարկե, նման ախտանիշները կարող են պայմանավորված լինել հեմորոյով, աղիքային բորբոքումներով, միզուղիների վարակներով կամ բազմաթիվ այլ հիվանդություններով, բայց եթե դրանք չեն անցնում կամ կրկնվում են, կարևոր է հնարավորինս շուտ դիմել բժշկի եւ պարզել իրական պատճառը։ 6-րդ հնարավոր նշանը երկար ժամանակ չլավացող վերքը կամ անսովոր արյունահոսություն։ Սովորաբար փոքր վերքերը որոշ ժամանակ անց սկսում են լավանալ։ Եթե որևէ վերք, բերանի խոռոչի խոց կամ մաշկի վնասված շաբաթներ շարունակ չի լավանում, արժե խորհրդակցել բժշկի հետ։ Նույնը վերաբերում է նաև անսովոր արյունահոսություններին։ Օրինակ, հազի ժամանակ արյուն, մեզում կամ կղանքում արյուն, կամ կանանց մոտ անսովոր հեշտոցային արյունահոսություն, հատկապես դաշտանադադարից հետո։ Այս նշանները միշտ չէ, որ կապված են քաղցկեղի հետ, սակայն դրանք բժշկական գնահատման կարիք ունեն։ 7-րդ հնարավոր նշանը ցավը, որը չի անցնում։ Ցավը մեր օրգանիզմի պաշտպանական ազդանշաններից մեկն է։ Շատ դեպքերում այն կապված է մկանների, հոդերի, նյարդերի կամ այլ տարածված խնդիրների հետ։ Բայց եթե որևէ ցավ պահպանվում է շաբաթներ կամ ամիսներ, աստիճանաբար ուժեղանում է կամ դրա պատճառը պարզ չէ, այն նույնպես չպետք է անտեսել։ Հատկապես եթե ցավին միանում են այլ ախտանիշներ, քաշի կորուստ, հոգնածություն, ախորժակի անկում կամ երկարատև ջերմություն։ 8-րդ հնարավոր նշանը երկարատև ջերմությունը կամ գիշերային ուժեղ քրտնարտադրությունը։ Եթե մարմնի ջերմաստիճանը հաճախ բարձրանում է առանց ակնհայտ վարակի կամ գիշերները արթնանում եք այնքան ուժեղ քրտնած, որ ստիպված եք փոխել հագուստը կամ անկողնային պարագաները, արժե դիմել բժշկի։ Սա նույնպես կարող է ունենալ բազմաթիվ այլ պատճառներ՝ վարակներ, հորմոնալ խանգարումներ, աուտոիմուն հիվանդություններ եւ այլ վիճակներ։ Սակայն եթե նման փոփոխությունները երկար են պահպանվում, դրանք պահանջում են հետազոտություն։ Ինչ անել, եթե նկատել եք այս նշաններից որևէ մեկը։ Առաջինը՝ խուճապի մի մատնվեք։ Համացանցում կարդացած տեղեկությունների հիման վրա ինքներդ ձեզ ախտորոշելը սխալ մոտեցում է։ Հիշեք, որ այս ախտանիշների մեծ մասը շատ ավելի հաճախ կապված է ոչ թե քաղցկեղի, այլ հիվանդությունների կամ նույնիսկ ժամանակավոր վիճակների հետ։ Սակայն մյուս ծայրահեղությունն էլ ճիշտ չէ ամիսներ շարունակ անտեսել խնդիրը, մտածելով, որ կանցնի։ Եթե որևէ ախտանիշ չի անցնում, կրկնվում է կամ սկսում է խանգարել ձեր առօրյային, ճիշտ քայլը բժշկի դիմելն է։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի հետազոտություններ եւ կպարզի իրական պատճառը։ Հիշեք, վաղ ախտորոշումը կարևոր է ոչ միայն քաղցկեղի, այլ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում նույնպես։ Շատ առողջական խնդիրներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում բուժվում են ավելի արդյունավետ եւ ավելի հեշտ։ Եզրափակելով, ամենակարևոր խորհուրդը մեկն է՝ սովորել լսել ձեր օրգանիզմին։ Եթե այն երկար ժամանակ նույն ազդանշանն է տալիս, մի անտեսեք այն։ Ժամանակին բժշկի դիմելը կարող է օգնել հայտնաբերել ոչ միայն լուրջ, այլ շատ ավելի պարզ խնդիրներ, որոնք նույնպես բուժման կարիք ունեն։ Եվ վերջում, ուզում ենք հիշեցնել, որ այս տեսանյութը կրում է միայն տեղեկատվական եւ ճանաչողական բնույթ։ Այն չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բուժմանը։ Եթե ունեք անհանգստացնող ախտանիշներ կամ առողջական խնդիրներ, անպայման դիմեք համապատասխան մասնագետի։